Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողով կլոր սեղան քննարկմանը։ Նախարարը նկատել է, որ վստահելի տեղեկության հասանելիությունն ու անկախ լրատվությունն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման Of course, like any other democracy these days. Ինչպես այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր ժողովրդավարություն Հայաստանն իհարկե նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում ապատեղեկության, մանիպուլյացիայի և օտարերկրյա միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված համակարգված թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը, ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, գործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։ Այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք, ընդգծել է Միրզոյանը, հավելել, լիովին գիտակցում են, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանի ընտրությանը։ So what is the key in this situation? Այս իրավիճակում որն է բանալին, կարծում եմ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։ Ընդամենը կարող ենք հետհայաց գցել մեր սեփական փորձին 2021 թվականի քաղաքական ճգնաժամին և դրա հանգուցալուծման ուղղված ընտրություններին, որպես իմ ասածի ամենաակնառու օրինակ։ Իհարկե մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։ Դա ներառում է Եվրոպական միության հետ մեր բազմաշերտ գործընկերության խորացումը, ռազմավարական ներգրավվածությունը Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների և այն գործընկերների հետ, որոնք ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։ Եզրափակելով նախարարը նշել է, որ Հայաստանը միանում է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության համար բազմակողմ գործողությունների վերաբերյալ հռչակագրին։ Համաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Նիշանթ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է հիմնադրամին թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիա գրագիտությունը, նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը։ Աննա Զախարյան, լուրեր։